Տեսականորեն այս դրա մասին էր մեր տեսանյութը, թե ինչպես է պետք ճիշտ եփել բրինձը։ Ջերմ ողջույն հարգելի հետևորդներ, այսօր պարքի մի անալի ուտեստ ենք պատրաստելու, ինքներդ գիտեք, որ պարքի շրջանում ենք գտնվում, սակայն մինչ այդ ուզում եմ ի սրտե շնորհավորել կանանց եւ աղջիկների 1 ամսյա կամարտի ուտի կապակցությամբ եւ այսօրվա գեղեցիկ բրինձով փլավը պատրաստված իմ բաղադրատոմսով եւ իմ տարբերակով նվիրում եմ ձեզ բոլորիդ, առաջարկում եմ արագ անցնել գործի։ Այսպիսով մեզ անհրաժեշտ է լինելու բրինձ, վերցրել եմ միջին երկարավուն բրինձը, ոչ շատ կլոր, ոչ շատ երկարավուն, միջինն եմ վերցրել, 250 գրամ է ինձ մոտ, բրինձը լավ լվացել եմ, ինչու եմ լավ լվացել, որովհետև ով տեղյակ չի, իմացեք, երբ դուք պատրաստում եք փլավ, բրինձով փլավ եւ ցանկանում եք, որ հատիկավոր ստացվի փլավը, հատ-հատ, միմյանց չկպած եւ այլն, կարևորագույն ամենաառաջին կանոնը այն է, որ բրինձը լվացված լինի 7-ից 8 անգամ, որպեսզի ամբողջ օսլան, որը պարունակում է բրինձը, դուրս գա բրինձի միջից եւ կպչունությունը նվազի։ Իսկ եթե ցանկանում եք պատրաստել ապուր, հակառակը լվանում եք ավելի քիչ, որպեսզի օսլան մնա բրինձի մեջ եւ հաղորդի ապուրին թանձրություն։ Այստեղ ինձ մոտ 250 գրամ բրինձ է, ոսպ եմ վերցրել ու 2 անգամ քիչ 100-ից 120 գրամ։ Մեզ անհրաժեշտ է լինելու 1 այսպիսի գազար միջին խոշորության, նաև սոխ 1 փոքր գլուխ, անհրաժեշտ է լինելու կանաչի թարմ համեմ տվյալ դեպքում, համեմունքներ են անհրաժեշտ լինելու եւ ուսայուղ։ Ինչ վերաբերում է համեմունքներին, իհարկե աղ ենք օգտագործելու սև կարմիր պղպեղներ, մի փոքր խմելի սունելի եւ այսօրվա գաղտնի բաղադրիչը համեմունքների տեսակետից դա քարի համեմունքն է, որը հիանալի համ կհաղորդի փլավին, այնպես որ դուք էլ փորձեք, իսկ մենք արագ անցնենք առաջ։ Առաջնահերթ կներկայացնեմ, թե ինչպես է պետք կտրատել գազարը, նախ հեռացնում ենք երկու կողմից, ոչի հատվածը, այս հատվածը եւ կբաժանենք այսպես երկու մասի, տեսեք։ Միանգամից ասեմ, որ մոտավորապես ոսպի չափ մեծության կամ մի փոքր ավելի մեծ քառակուսիներ պետք է ստանանք, ես այդպես եմ պատրաստելու այսօր։ Բաժանում ենք այսպես երկարավուն մի քանի մասի, ցանկալի է որ լինի հավասար, ոչ շատ հաստ, ոչ շատ բարակ։ Այսպես բաժանեցինք, բայց հետո վերցնում ենք մեկ հատի վրա եմ ցուցադրում, որ տեսնեք։ Վերցնում ենք յուրաքանչյուր կտորը երկարավուն, այսպես կտրում, բայց հետո շրջում եւ հանգիստ կերպով բաժանում ենք քառակուսիների, այսպես։ Վերջ, նույն գործողությունը մնացածի հետ կանենք եւ կանցնենք առաջ։ Հարգելի ընկերներ, այս մեկն էլ կկտրեմ եւ կարծում եմ, որ կես գազարը լրիվ բավական է մեզ, սա կդնենք մի կողմի եւ կօգտագործենք մեկ այլ որևէ բանի համար։ Սոխը կտրում ենք նորից փոքր քառակուսիների տեսքով, երկու մասի կբաժանենք։ Տեսնում ենք որտեղ է արմատը, տեսեք արմատը այստեղ չէ, այլ այստեղ է։ Հակառակ արմատի, այսինքն այս ուղղությունից սկսած, այսպես երկարավուն, բարակ կտրվածքներ ենք անում, տեսեք, այսպես, վերջ կտրեցին, կարող ենք, հիմա էլ այսպես անել, կարող ենք շանել, մեկ և բավական է, կարող ենք ներքևից էլ անել, նա բաժանում ենք նորից քառակուսիների։ Սոխը կտրատելիս աշխատեք վերցնել շատ սուր, բարձր որակի դանակ, որպեսզի շատ հեշտ լինի կտրատելը, սակայն իհարկե եղեք շատ ուշադիր։ Թարմ համեմը մենք օգտագործելու ենք վերջում, հիմա չենք կտրում, պարզապես կկտրատենք մանր եւ վերջում կավելացնենք։ Դե ինչ հարգելի ընկերներ, 4 թավային այն մի փոքր թաց էր, հիմա ամբողջությամբ կչորանա։ Թողնենք որ չորանա, այդ ընթացքում ես կավելացնեմ բուսայուղը թավայի մեջ, երբեք թաց թավայի մեջ բուսայուղ չեք ավելացնում,
այլապես ջրի հետ խառնվելով այն կարող է պայթել եւ վնասել ձեր առողջությանը, երեսին, աչքերին եւ այլն։ Լցնում ենք բուսայուղը 100 մլ ոչ ավել։ Եվ հիմա պետք է տապակենք միանգամից սոխը եւ գազարը, ինչպես նշում էի ամենասկզբում, ավելացնում ենք այսպես։ Կերակը շատ բարձր չենք անում, տապակում ենք մի քանի րոպե մինչև փափկելը։ Ինձ մոտ անցավ մոտ 1.5 րոպե, եւս 1 րոպեի շապ փափկեցնում ենք, կարմրեցնել անհրաժեշտ չի ընդհանրապես, այն նպատակն է, որ գազարը որպես պինդ բաղադրիչ մի փոքր փափկի, շատ քիչ փափկի, տապակվի, որպեսզի եփվելիս էլ ավելի արագ եփվի եւ իհարկե լինի համեղ։ Ժամանակն է ավելացնելու մնացած բաղադրիչները, այսինքն ոսպը եւ բրինձը, սակայն մինչ այդ իհարկե չենք մոռանում, որ տաք բուսայուղի մեջ պետք է ավելացնել համեմունքները, որպեսզի նրանք հաղորդեն իրենց մաքսիմալ բույրը եւ համը։ Իմ հավատարիմ հետևորդները շատ լավ տեղյակ են իմ այս գործողության, իմ այս լայֆհակի մասին, նորեկներին կրկնում եմ եւս մեկ անգամ։ Ցանկացած համեմունք կիրառեք եռացող տաք բուսայուղի կամ յուղի մեջ, այդպես ավելի ճիշտ է։ Կմելիս ունելինք ավելացնենք, նոր կարմիր պղպեղը ավելացրեցինք, քարի համեմունքը, ինչպես նշեցի, շատ պետք չի սև պղպեղը։ Խառնում ենք եւ արդեն կարող ենք ավելացնել ոսպը եւ բրինձը։ Միանգամից միասին կավելացնենք եւ մի քանի րոպե շատ քիչ տապակելու ենք, այսպես։ Թեթևակի 1 րոպեի չափով խառնում ենք այս ամենը, տապակում ենք բոլորը միասին եւ այդ ընթացքում հարգելի ընկերներ, ես խոսում եմ հետեւյալի մասին։ Տեսականորեն այս դրա մասին էր մեր տեսանյութը, թե ինչպես է պետք ճիշտ եփել բրինձը։ Այստեղ ինձ մոտ 250 գրամ բրինձ է, ինչպես նշեցի, ես ստանդարտ չափաբաժինով պետք է այստեղ ավելացնեմ կեսից, այսինքն 500 մլ-ից 600 մլ ջուր։ Ես ավելացնում եմ նախնական 500 մլ-ը։ Ահա, ավելացրեցի 500 մլ ջուրը, 250 գրամ բրինձին, սակայն միշտ հիշեք, որ բրինձի տեսակները լինում են տարբեր եւ եփվում են շատ տարբեր ժամանակահատվածներում։ Ուստի ես կավելացնեմ 200 մլ եւս ջուր հիմա բրինձին եւ հաշվի առնելով, որ այստեղ կա նաեւ ոսպ, կավելացնեմ եւս 200 մլ ջուր, այսինքն հիմա ես եւս 400 մլ ջուր այստեղ կավելացնեմ եւ հանգիստ կթողնենք, որ այս ամենը եփվի, լինի պատրաստ։ Ավելացնում եմ ջուրը։ Ստանդարտ հաշվարկով 1 չափաբաժին բրինձին, 1 բաժակ բրինձին գնում է 2-ից 2.5 բաժակ հեղուկ, 2-ից 2.5 բաժակ ջուր։ Սակայն կրկնում եմ, բրինձները լինում են տարբեր։ Ընթացքում ենք հասկանանք, եթե լինի անհրաժեշտություն կավելացնենք էլի ջուր։ Իսկ հիմա չենք մոռանում, որ մենք դեռ աղ այստեղ չենք ավելացրել։ Ես կավելացնեմ այստեղ կես ճաշի դիթալավ եւ եթե անհրաժեշտ լինի, ընթացքում կավելացնենք էլի։ Մակարակը նվազեցնում ենք, փակում ենք կափարիչով եւ թողնում ենք, որ հանգիստ եփվի 30-ից 35 րոպե։ Տեսականորեն մինչեւ բրինձի պատրաստ լինելը։ Հարգելի ընկերներ, անցել է մեզ մոտ առապես 15 րոպեի չափով։ Մենք տեսնում ենք, որ ջուրը լիարժեք քաշվել է, բայց ես նկատի ունեի վերևի հատվածից, բայց ներքևում տեսնում եք, որքան հեղուկ կա դեռ։ Ձեռք չենք տալիս, եփվելու ընթացքում, լինի դա բրինձ, լինի դա ցանկացած նպարեղեն, որից պետք է փլավ ստանանք, եփվելու ընթացքում չենք խառնում որևէ դեպքում։ Թողնում ենք, որ այսպես հատ-հատ շարունակվի եփվելը, կրակը մինիմալ է, ջուրը ամբողջությամբ պետք է քաշվի եւ ուզում եմ ասել հատուկ,
որ այն պայից հետո այդ ջուրը կքաշվի եւ մենք կստուգենք եւ կհասկանանք, որ օրինակ դեռևս եփված չի ոչ բրինձը, ոչ ոսպը, հանգիստ կարող ենք ավելացնել եւս 100 մլ ջուր, ոչ ավել։ Եվ այդպես շարունակ մինչև հասնենք լիարժեք եփված լինելու մակարդակին։ Այդպես էլ կարող է լինել, ամեն բան հնարավոր է, սակայն ջուրը ավելացնելուց ստուգում ենք աղի քանակությունը եւ եթե անհրաժեշտություն է լինում, ավելացնում ենք ելի աղ։ Հիմա շարունակում ենք եփելը մինիմալ կրակի ներքո, դեռևս ես ոչինչ չեմ ավելացնում, ոչ մի ջուր, ոչ մի բան, քանի որ դեռ չեմ ստուգել։ Փակում ենք եւ հանգիստ շարունակում ենք եփելը եւս 10 րոպե, 10 րոպեից կստուգենք եւ կհասկանանք։ Դե ինչ հարգելիներս, 10 րոպե անցավ մեզ մոտ, ես հիմա գդալով կստուգեմ պարզապես այսպես վերևի մասից, վերցնում եմ եւ բրինձից, եւ ոսպից, եւ գազարից, որպեսզի տեսնեմ արդյոք համաչափ եփված է թե ոչ, հիմա փորձեմ։ Ես նկատում եմ, որ ոսպը իհարկե եփված է, բայց ոչ 100%-ով, մոտարապես 90, 80-ից 90։ Պետք է լինի փափուկ, բայց պետք է պահպանի իր տեսքը։ Ինչպես ասել էի, հիմա ես այստեղ կավելացնեմ եւս 100 մլ ջուր եւ կշարունակենք եփելը արդեն լիարժեք, դրանից ավել էլ իմաստ չունի ջուր ավելացնելու, արդեն կլինի եփված։ Ծածկում եմ, թողնում եմ ամբողջությամբ ջուրը քաշվի եւ վերջև կարող ենք մատուցել։ Սա էլ ձեզ պատասխան այն հարցին, թե ինչ է պետք անել, եթե օրինակ ջուրը քաշվել է, սակայն նպարեղենը դեռ եփված չէ։ Դե ինչ հարգելի ընկերներ, փլավը պատրաստ է մեզ մոտ, ես նոր փորձեցի, արդեն լիարժեք եփված են բոլոր բաղադրիչները։ Այդուհանդերձ թողնում ենք, որ այս հեղուկը, որը ներքևի հատվածում կա, քաշվի ամբողջությամբ եւ կարող ենք արդեն մատուցել եւ վայելել։ Ես կրակը մի փոքր բարձրացրեցի, որպեսզի արագացնենք process-ը եւ տեսնում ենք, որ տեսեք։ Հեղուկը քաշվել է ամբողջությամբ, մի փոքր է մնացել 1 րոպեի չափով, ոչ ավել։ Եփում ենք 1 րոպեից ավելացնում ենք կանաչին, անջատում ենք, խառնում ենք։ Դե ինչ հարգելի ընկերներ, փլավը պատրաստ է մեզ մոտ, այսպիսի մի հիանալի փլավ ենք ստացել, որը կարող եք վայելել պահքի շրջանում եւ ոչ միայն կարող եք մսեղեն ավելացնել, կարող եք կարագով տապակել, ով ինչպես ցանկանում է, ըստ ճաշակի, ըստ նախասիրության։ Ես էլ այսօր ներկայացրեցի ձեզ հիանալի տարբերակ, բրնձով փլավի տարբերակ, որը կարող եք կիրառել ցանկացած օր, ցանկացած առիթի, ինչու ոչ, եւ զարմացնել եւ հիացնել ձեր տան անդամներին եւ ձեր հյուրերին։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալություն եւ մինչ նոր հանդիպում։